Եկեղեցիներ, մատուռ, հին գերեզմանոց ու գյուղատեղի բազմաթիվ արժեքավոր խաչքարեր։ Այստեղ մի ամբողջ հուշարձանախումբ է, որը ժամանակին իշխանանիստ ավանի հոգևոր կենտրոնն է եղել։ Բաց երկնքի տակ հերհերի Սուրբ Սիոն վանական համալիրն է։ Հայաստանի Վայոց ձորի մարզի մարզկենտրոն Եղեգնաձորից 33 կիլոմետր արևելյան ուղղությամբ Հերհեր գետի աջափնյակում է տարածվում Հերհեր գյուղը, որից էլ մոտավորապես 1 կիլոմետր հյուսիս-արևելյան ուղղությամբ երկու ձորերով եզերվող ժայռի վրա տեսնում ենք Սուրբ Սիոն վանական համալիրը։ Հերհեր անվանումը առաջացել է տեղաբնակների հերի, հորի բառից, բայց նախկինում Հերհեր գյուղը անվանվել է Երեր։ Երեր անվանումը ունեցել ենք մենք եւ կապում են երկրաշարժի հետ, որ կատարվել է Վայոց ձորում այդ աղետալի երկրաշարժը եւ հրաբուխը, երերալ բառից կապում են եւ նրա հետ։ Հերհերը թվագրվում է 730-ական թվականներից դեռ, որ եղել է Մոզ քաղաքը, այսինքն Մոզ քաղաքը ըստ երևույթին շարունակվել է մինչև Երեր գյուղը եւ ավիրվել է 735 թվականի Մոզ քաղաքի երկրաշարժի հետ։ Հերհերը եղել է քաղաքատիպ ավան, այսինքն ինչով ենք մենք բացատրում քաղաքատիպ ավան, մենք Հերհերի եւ շրջակայքում ունենք հանրապետական նշանակություն ունեցող եկեղեցիներ։ Մենք հիմա գտնվում ենք Սուրբ Սիոն կոչվող համալիրի շրջակայքում։ Սուրբ Սիոնն ունի տարբեր դարերի կառույցներ։ Հնագետ, վիմագրագետ Հովսեփ Եղիազարյանը հետաքրքիր մանրամասներ է հաղորդում համալիրի մասին 1974 թվականին տպագրված Հերհերի Սուրբ Սիոն եւ Սուրբ Գևորգ անապատները եւ դրանց վիմագրական արձանագրությունները հոդվածում։ Հերհերի Սուրբ Սիոն մենաստանն առավել հետաքրքիր ու նշանակալից է իր ճարտարապետական կառուցողական ձևերով եւ հարուստ վիմագրություններով, որոնք կարող են կարևոր նյութ ծառայել հայ պատմագրության համար։ Մենաստանի հյուսիսային կողմի եկեղեցին կոչվում է Սուրբ Սիոն եւ որոշակի կերպով նկատվում է, որ դա ամենահին սկզբնական կառուցվածքը պետք է լինի։ Շենքի կառուցման ճարտարապետական ձևերի մշակումը, կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագիծ ունեցող եւ բազիլիկատիպ ձևերի որոշակի միացումն է, որպիսի հանգամանքը եզակի երևույթ է հայկական ճարտարապետության պատմության մեջ եւ միաժամանակ վկայությունն է այն բանի, որ եկեղեցին պետք է կառուցված լինի դարերում։ Եկեղեցու հատակագիծն արտաքուստ երկարաձիգ ուղիղ քառանկյունի տեսք ունի, իսկ ներսից արևելյան արևմտյան ծայրերը մշակված են կիսակլոր աբսիդի ձևով։ Արևելյան ծայրի աբսիդում տեղադրված է ցածրիկ բեմը։ Ծածկը թաղակապ է, երկթեք տանիքով, որը պատած է սալաքարերով։ Ծածկի թաղը գոտկող միակ կամարի ծայրերը հենվում են շենքի կողերի պատերի վերին մասերում ագուցված կալունակների վրա։ Մեկական փոքր կամարակապ գագաթով լուսամուտներ բացվում են արևելյան եւ արևմտյան պատերի ճակատակալի մասերից։ Մատուռը գտնվում է Սուրբ Սիոն եկեղեցու հյուսիսային կողմում։ Սրան գիծ եւ որոշակի կերպով նկատվում է, որ կառուցվել է վերջինիս հետ միաժամանակ։ Սովորական ձևով կառուցված փոքրիկ մատուռ է, հատակագիծը ուղիղ քառանկյունի է, ծածկը թաղակապ, տանիքը պատած է եղել սալաքարերով, որոնք ամբողջապես թափված են։ Արևելյան ծայրում ունի կիսակլոր փոքրիկ աբսիդ, քանդված բեմով։ Միակ մուտքը հարավային կողմինն է, որը բացվում է Սուրբ Սիոն եկեղեցու մեջ։ Այդ հանգամանքը հավանական է դարձնում, որ մատուռը ծառայելիս է եղել եկեղեցու համար որպես ավանդատուն։ Ամբողջ շենքը շարված է անտաշ քարերով, կրաշաղախով ձուլված։ Երկրորդ եկեղեցին, որը արձանագրությունների մեջ կոչվում է Աստվածածին, գտնվում է Սուրբ Սիոն եկեղեցու հարավային կողմում, նրան կից։ Ներսում հարավային պատի վրա փորագրված ընդարձակ արձանագրության համաձայն եկեղեցին կառուցել է մագիստրոսի թոռ Վասակի որդի Պարոն Վահրամը 1282-1283 թվականներին։ Այս եկեղեցին համեմատաբար փոքր է, հատակագիծը դարձյալ ուղիղ քառանկյունի տեսք ունի, ծածկը թաղակապ է երկթեք տանիքով, որը պատած է սալաքարերով։ Արևելյան ծայրում մշակված է զույգ կիսակլոր փոքր աբսիդներ բարձր բեմով։ Երկու մուտքերից մեկը բացվում է արևմտյան
բնական, մյուսը հյուսիսային կողմերից, այդ վերջինը տանում է դեպի կից կառուցված Սուրբ Սիոն եկեղեցին եւ որոշակի կերպով նկատվում է, որ այն բացված է հետագայում, այդ վերջին եկեղեցին կառուցելու միջոցին։ Ամբողջ շենքը կառուցված է կապտագույն ավազաքարի մաքուր տաշված քարերով, կրաշախախի միացությամբ։ Եկեղեցու արևմտյան պատի ճակատամասում քանդակված է օրբելյանների տոհմանիշը, վրան եկեղեցու կառուցման 1282 թվականը։ Համարվում է մենաստան, համարվում է եկեղեցական համալիր։ Չգիտեմ, հնարավոր է եւ բերդ է եղած լինի, որովհետեւ Հայոց ձորի միշտ այդպիսի կառույցները ծառայել են բերդերի շրջակայքում ունենք գերեզմանոցներ, մի քանի գերեզմանոց ունենք, յուղատեղի տեղեր, որոնք որ ցույց են տալի եղել է եւ յուղ, տարբեր դարերի խաչքարեր ունենք, բայց ափսոս չգիտեմ, մարդկային ձեռքի շնորհիվ թե բնական ձևով Սուրբ Սիոնը այսօր գտնվում է շատ աղետալի վիճակում, քայքայված վիճակում, ափսոսա, որ չեն կարողանում պահպանել, էլի։ Այստեղից անգամ երևում է, հա, տանիքը, գրեթե ամբողջությամբ վնասված վիճակում։ Տանիքը ամբողջովին թաղածած կեր եւ շատ հետաքրքիր կառույց, այս մի վերջին 40-50 տարվա մեջ այդպես միանգամից խանդվեց, թափվեց, չգիտեմ պատճառը որն է, երևի ծախուսարը ջրերից կամ չպաշտպանվեցին, կամ եւ ես մտածում եմ, որ մարդկային գործոնն է, գանձախուզություն են կատարել, եւ շրջակայքում կան գանձախուզության հետքեր, եւ եկեղեցու ներսում կար գանձախուզության հետքեր, այդպիսի պատճառներով խանդվեց Սիոնը, ավերվեց։ Կամուրջը կառուցել է Հերհեր գյուղի բնակիչ Բաբայան Նորիկը իր ուժերով, անանցանելի էր, գետը շատ ժամանակ երբ վարար էր լինում, մարդիկ չէին կարողանում անցնել դեպի Սուրբ Սիոն։ Հիմա եկեղեցու տակից ժայռը քայքայվել է, եկեղեցին մնացել է օդի մեջ, հրաշքով կանգնած եկեղեցի։ Շտապ միջամտություն է անհրաժեշտ։ Շատ շտապ։ Նույնիսկ հնարավոր է վաղը ուշ լինի, որովհետև եթե այս ձմեռել մնաց, կասկածելի է։ Երևում են գյուղատեղին, ճանապարհը բերված նախկինում, խաչքարեր, հրաշք խաչքարեր ունենք, տապանակարեր, ըստ երևույթին սրանք Մենաստանի ապրող մարդկանց տապանակարերն են, կառուցված խաչքարերով, արձանագրություններով։ Սուրբ Սիոնը կառուցված է 2 եկեղեցուց եւ 1 մատուռից։ Մեջտեղի եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում, որից հետո Վահրամ իշխանի կարգադրությամբ կամ ցանկությամբ կատարվել է կողքի եկեղեցին 1282-83 թվականներին, թվագրվում է այդպես։ 2 եկեղեցիների մեջտեղից կա դուռ, որը մտնում է դեպի մատուռ, կից կառուցված է ամբողջովին ժայռի վրա, որպեսզի ապահով լինի։ Սուրբ Սիոն վանական համալիրը ներկայացված է որպես խիստ վտանգված հուշարձանների ցանկում, Վայոց ձորի մարզում ունենք նմանատիպ 60-ից ավել հուշարձաններ։ Ժամանակի ընթացքում ոչ միայն բնական աղետներից, բնական մաշվածությունից, նաև Սուրբ Սիոնը ենթարկվել է շատ անգամ վանդալիզմի դեպքերի, գանձախուզության դեպքերի։ Այդ փաստում տարածքում հայտնաբերված մի շարք գանձախուզության դեպքեր, նաև եկեղեցու տանիքն են ավերել ժամանակին։ Բացի տարածքից նաև եկեղեցու պատերն են քանդել, տանիքն են քանդել, ժամանակի ընթացքում ամբողջովին ավերվել է։ Այս պահին էլ գոյության պայքար է մղում հուշարձանը եւ վիճակը օրհասական է, ամեն վարքյան հնարավոր է աղետ լինի։ Խնդիր կա նաև ճանապարհների, եկեղեցու ճանապարհը ամբողջովին անցնում է ձորակով,
Սակայն ոտքի ճանապարհի համար եւս շատ վտանգավոր է, գյուղացիները իրենց միջոցներով փորձել են կառուցել են այտենց ինքնաշեն կամուրջ դեպի եկեղեցու մոտ տանող, սակայն դա էլ շատ մեծ խնդիր չի լուծում եւ առնչվում ենք այդ խնդրի հետ, այդ խնդրի հետ։ Վայոց ձորի պատմության եւ հայրենագիտության մեջ շատ են հիշատակվում անառիկ ամրոցներն ու բերդերը, որոնք շատ մեծ դեր են խաղացել ժողովրդի կյանքում։ Վայոց ձորի հիշատակություններում շատ են հիշատակվում նրանց դերն ու նշանակությունը ժողովրդի համար։ Ինքնապաշտպանության նպատակով մարդիկ կառուցել են անառիկ բերդեր եւ ամրոցներ եւ կարողացել են փրկել իրենց կյանքը, իրենց ժողովրդի կյանքը։ Հերհերում կան շատ ամրոցներ, այդ թվում Սուրբ Սիոն վանական համալիրի ամրոցը, Սուրբ Գևորգը, Կապույտ բերդը, որոնք ժողովրդի կյանքում շատ մեծ դեր են խաղացել։ Այստեղ կառուցված Սուրբ Սիոն համալիրի մեծ եկեղեցին, որը կառուցվել է 10-րդ դարում, իսկ մյուս եկեղեցին 13-րդ դարում Վահրամ իշխանի պատվերով 1282-83 թվականներին։ Ժողովուրդը իր պատմություններում միշտ էլ հիշատակել է իրենց ամրոցներն ու բերդերը, որոնք եղել են նրանց ինքնապաշտպանության ամենակարևոր գործոններից մեկը։ Մենք ունենք Սուրբ Գևորգ եկեղեցի, որը կոչվում է նաև Չիքի վանք։ Այդ եկեղեցին ժողովրդի համար եղել է եւ ինքնապաշտպանության եւ պատսպարման կարևոր կետ։ Այն կառուցել է Շաշ Միայնակյացը եւ նրա եղբայր Մաթուխը 1297 թվականներին։ Եվ կան շատ պատմություններ, որոնք բոլորն էլ կապված են իրենց կառուցած բերդերի, ամրոցների եւ մենաստանների հետ։ Այստեղ դուք տեսնում եք շատ հետաքրքիր մենաստան, որտեղ մարդիկ շատ երկար տարիներ բնակվել են, պատսպարվել են թշնամուց եւ կառուցել են հետաքրքիր խաչքարեր, ունեցել են հետաքրքիր խաչքարեր, տապանակարեր, որը մինչև հիմա պահպանվում է եւ մինչև մեր օրերը ունի իր դերն ու նշանակությունը։
Պատմությունը, մշակույթը ու հիասքանչ բնապատկերն այստեղ միաձուլվել ու մեկ ամբողջությամբ հիացնում են այցելուին, բայց հենց այցելուների անվտանգության խնդիրը եւ անշուշտ կառույցի պահպանության հարցերը դեռևս շարունակում են մնալ խնդրահարույց եւ օրհասական։ Բաց երկնքի տակ Սուրբ Սիոն վանական համալիրներ։